Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ ծովինար վեդայական տարու թվա հոգեբանն է։ Այսօր ես ուզում եմ մի փոքր իմ հետևորդներին ուրախացնել, ես տեսակ այսօր դուրս եմ կարճ խոսեցի մի փոքր թվերից, ես ուզում եմ ձեզ համար այսօր մի փոքր լավ հետաքրքիր էներգիա տամ, դա կապված է հիմար քարտից սկսած 0-ից, որտեղ մարդը կարող է քաոսային վիճակներում հայտնվել, որովհետև 22-ն է հենց ընդհանուր հոգևոր քարտերը, ես այդ մասին մի քիչ խոսել էի խառը, բայց որոշեցի այս անգամ 0-ից մինչև ուրեմն 22-ն է, հենց ինքը 0-ն է, հիմարի քարտը, 2-ին գումարում ենք 2-4, որովհետև 4-ը դա նաև քաոսինն է, որտեղ մարդ կրիզիս կարող է ստեղծել իր կյանքում, չհասկանալ, թե այդ ինչ էներգիա է, դա 0-ն է, որը որ մարդը երբեմն չի կարողանում հասկանալ իր սեփական հոգին, եւ այնտեղ կարող լինի մութ, շոտ, նաև ինչու՞ չէ փոշոտ, ոնց որ պահարան, չեք կարող ասել, թե 0-ի էներգիան ինչպիսին է։ Ես մի փոքր ուզում եմ ձեզ հետ խոսել այս մասին, նախ մինչև դա ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին, որովհետև ես սիրով եմ իմ աշխատանքը տանում եւ մեծ պատասխանատվությամբ, դրա համար այսօր ես որոշեցի խոսել ինչ հիմարի ճանապարհը, ինչպես է նա գալիս, ծանոթանում, մյուս տարո քարտերի, այսինքն հոգևոր էներգիաների հետ։ Խոսքի օրինակ մարդ չգիտի այդ ժամանակ, երբ որ 0-անում է ինչ-որ բան իր մոտ, քաոս դառնում կյանքը, դա հենց обнуление է կոչվում, 0-ացում։ Ինչ այս տարի լինելու է, դրա համար ես որոշեցի այս մասին խոսել։ Մարդ կարող է մտածի, պետքա փռշտա, միգուցե հուրանջի, թե լաց լինի, թե սպասի, թե դուրս գա պարզապես, միգուցե չկարողանա հասկանալ, թե ինչ անել, դա հենց 0-ացման հետ մեծ կապ ունի, այսինքն, ինչ անել, այստեղ հարց առաջանում, գուցե մի փոքր սենց կատակով եմ ասում, բայց ամենայն դեպս այստեղ մեծ կապ ունի, ճանապարհորդություն բառը ինքնին դրական հուզական կարծում եմ արձագանք է առաջացնում սա, որովհետև պահարան չի, հակուղի կամ զնդան չի, բառը ինքը ազատություն եւ շարժում է փոխանցում մարդուն, ինչ որտեղ ոչ թե ինչ որ միտեղ։ Մենք մի փոքր ճիշտ ասած շեղվեցինք թեմայից, բայց եկեք վերադառնանք ճիշտ ուղու վրա։ Այսպիսով, կա մի տեսություն, ասում են հոգեթերապիա, կամ հոգեթերապևտ, որը ժամանակին հաստատել է, որ յուրաքանչյուր մարդու հոգին անցնում է մի շարք ստանդարտ փուլերով նախքան հասունանալը, ամբողջական դառնալը եւ ներդաշնակ դառնալը եւ այս ստանդարտ հենց փուլերը տեսողական պատկերների տեսքով կարելի է մանրամասն ուսումնասիրել։ Մեծ արկանների, տարոյի, արկանումների քարտերում ավելի ու ավելի խորանալով ենթագիտակցության մեջ, այստեղ որը կարող է լցված լինել խավարով, քաոսով, անտեղյակ վախից եւ անհանգստությունից, անպատրաստ իր թիրախային ագրեսիվ ամեն ինչ կլանող եւ ամեն ինչ ստեղ մարդկային ողջ ուժի հիմնական աղբյուրն է սա։ Եվ այստեղ նրա մեջ ընկղմվելով հարբած, նրա անխոս թունավորումից եւ սնվելով նրա անձև պատկերներում դուք կարող եք դուրս գալ նորացված, վճռական եւ լցված կենսական էներգիայով, բայց մենք գիտենք, որ ենթագիտակցությունը գազան է,
Ստեղ Մինոտավրոս, որը այսպես են ասում, կարող է կուլ տալ հիմարին իր լաբիրինթոսում։ Հիմար քարտը սա է, ինքներդ եք տեսնում, դեմը վտանգը, ինքը չի նայում իրա դիմաց, այստեղ շունը հանգիստ նստած է, կարծես գիտի ինչ է անում, հա, բայց ամենայն դեպս ես ձեզ կբացատրեմ։ Եվ այստեղ նա հաղթել է, բայց այստեղ կարող եմ ասել չի փախչել, հա, այստեղ խորամանկ լաբիրինթոսից դեպի մահ, որովհետև ընդհանրապես դուրակ քարտը, որ մենք տեսնում ենք, այնտեղ նաև կա կուրթիլոս, այդ դրա համար եմ ասում, կարող է կուլ տալ։ Իշն այստեղ հետաքրքիր, որ նա չէր կարող փախչել, որովհետև այդ խորամանկ լաբիրինթոսից, հա, դեպի մահ։ Եթե խոսքի օրինակ Արիադնայի պարահանդեսը չլիներ։ Եկեք փորձենք հետևել հերոսի հիմարի ճանապարհին, հա։ Խոսքի օրինակ բերում սպանենք հրեշին, որը կլանում է մեր հոգիները, հա, եւ այստեղ անպայման մենք հետո հետ ենք վերադառնում։ Այստեղ կախարդական թելը մայոր արկանայի ժապավենը մեր ձեռքերում է եւ ժամանակն է գնալու։ Հոգու ճանապարհորդությունը հենց արկանայի միջով զարգացնում է կյանքի ընդհանուր բարդ իրավիճակները լուծելու հմտությունները եւ օգնում է հաղթահարել ներքին բլոկադաները։ Ներեք ինձ երեխաներ։ Կներեք սիրելի հետևորդներ, վերցրեց էին զանգել, շատ կարևոր է։ Եվ այսպես ուզում եմ մի փոքր խոսել, ինչպես ասեցի, 0 թվանշանից, հա, 22-ից, որը Ուրանն է։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ ընդհանրապես մարդ քաոսից կարող է դուրս գալ ինչպես ծանոթանալով բոլոր էներգիաների հետ, հա, մեկից սկսած մինչև, այսինքն լրիվ 0-ից գալով ծանոթանալով 1 թվանշանի հետ, հա, եւ այլ, որովհետև յուրաքանչյուր ճանապարհորդություն այստեղ ունի իր իմաստը, նպատակը եւ նաեւ ինչու՞ չէ արժեքը։ Հիմարի մեջ ընկղմվելը դա անցնում է անորոշության եւ թեթև խելագարության վիճակի միջով, հա, ի վերջո մենք երբեմն խելագարենք այնպես, դե ամեն մարդ մի ձևի է, հա, անկանխապես էլի, երբեմն ամեն մարդ մի ձևով կարող է դա արտահայտել, հա, այստեղ մենք աշխատում ենք նոր վախի եւ փոփոխությունների, նաեւ վախերի հետ։ Ուրեմն, ուզում եմ ցույց տալ ձեզ 0 թվանշանը, որը 4 թվանշանի հետ կապ ունի, այսինքն սա 22-ն է ընդհանուր արկաններում, 21-ն է ավարտում։ Մարդ քաոսից դուրս է, ինչպես կարող է գալ, ինչ-որ նոր սկիզբ դնելով, ծանոթանալով, էներգիան է այսպիսի, լրիվ նորի հետ, որը իրեն դեռ ծանոթ չէ, հա, գալով, ծանոթանալով առաջի 1 թվանշանի հետ, մոգի հետ, հա, մոգը այստեղ ինչի մասին կարող է խոսել, մոգի հետ երբ ծանոթանում է իր ճամփորդության ժամանակ, նորեկը, հիմարը, լրիվ 0-ից, այստեղ 1 թվանշանը նրան կարող է օգնել այս էներգիան կողմնորոշվել մասնագիտական ճգնաժամի շրջանում եւ ցուցադրել դժվարությունները հաղթահարելու, հա, ձեր անհատական միգուցե ոճը, այստեղ ներառված է նաեւ ձեր ֆիզիկական վիճակի վերականգնումը եւ իմունային համակարգի ամրապնդումը։ Հաջորդը դա քրմուհին է, այստեղ տեսնում եք, քրմուհին ինքը կարող է օգնել նորեկին լույս աշխարհ բերել նորեկի
ինտուիցիան և բացել դարպասները դեպի ձեր ենթագիտակցության խորքը։ Հաջորդը, որովհետև այստեղ տեսնում եք, հա, լուսինը, այո, լուսինը այստեղ կապ ունի մարդու ենթագիտակցականի հետ, նաև երազների հետ եւ այլն։ Երեքը մենք տեսնում ենք դա կայսրուհին է, որը կարող է օգնել ձեզ ընդունել եւ հասկանալ այս էներգիան ձեր իրական եւ հավերժական կանացիությունը իր բոլոր դրսևորումներով, թե կանանց, թե տղամարդկանց համար, հա։ Այստեղ է նաև աշխատանքը ծննդյան տրավմայի, անպտղության եւ սառնության հետ կապված հարցերը։ Հաջորդը դա կայսրն է, տեսնում եք 4 թվանշանը, որը կվադրատի հետ մեծ կապ ունի, ես այդպիսի աստրալ տարո քարտեր ունեմ, մի օր ձեզ դա ցույց կտամ, այստեղ հենց ոտքերի մոտ այս կողմը կվադրատ է նկարած, տարոն ինքը շատ մեծ սիմվոլներ ունի, շատ հետաքրքիր է։ Իսկ կայսրը հիմարին կարող է ծանոթացնել սահմաններին, իշխանությանը եւ իշխանության հետ փոխազդեցության եղանակներին, հա, այստեղ է բռնապետությանը դիմակայողը, այսինքն հոր հետ հանդիպումը, իրական տղամարդության հասկացումը եւ ընդունումը, ինչպես նաեւ ուրիշներին կառավարելը նույնպես հենց այստեղ են։ Հաջորդը դա էներգիան 5-ն է, որը գերագույն քահանայի մասին է խոսում, ով կարող է հիմարին օգնել հաղթահարել գնահատման վախը, ծնողական կերպարների բացասական վերաբերմունքը, պատասխանատվություն կրել քո կյանքի համար։ Հաջորդը դա հետաքրքիր է այստեղ։ Հաջորդը դա 6-ն է, 6 ինչի մասին է խոսում, գեղեցիկ կերպով կարող է բացահայտել հիմարին իր հարաբերությունների կարիքը, սիրային նախասիրությունները եւ սեռական վերաբերմունքը։ Այստեղ են նաեւ սիրային հարաբերություններում բացասական սցենարները, հա, հաղթահարելու եղանակները, որոնցից մեկը հենց կարող են լինել գայթակղությունները։ Հա, որովհետև ամեն մարդ ինքն է որոշում եւ ամեն մարդ հենց ինքն է իր կյանքի սցենարը գրում, ինչպես մոգը։ Հաջորդը դա 7 թվանշանն է, ինքներդ տեսնում եք, դա կարգն է, որը բացում է հիմարի ճանապարհը, շարժում է խրվածը եւ հաղթահարում իներցիան եւ նախաձեռնողականության պակասը։ Այստեղ է նաեւ որ պետք է սովորի հիմարը կառավարել իր հույզերն ու վախերը։ Հաջորդը դա 8 թվանշանն է, բոլորը տեսնում եք, ուժով հարց չի կարելի լուծել, այստեղ կա սահմանություն եւ հարցը պետք է լուծել համբերատարությամբ եւ քո ներքին գազանին դաստիարակելով։ Այստեղ կատարելապես ամեն ինչ պետք է լինի ներդաշնակ, որովհետեւ հիմարին կարող է սովորեցնել, ծանոթացնել ուժ 8 թվանշանը, ուր է ներդաշնակությունը, որ պետք է լինի կյանքում, հոգևորի եւ ֆիզիկականի միջև հավասարակշռությունը, սա բավականին շատ կարևոր է։ Եվ հիմարը դա անցնելով այդ ճանապարհը, տեսնում եք, արդեն այստեղ ճգնավորի քարտն է 9 թվանշանը, որը կարող է հիմարին սովորեցնել ինքնաբավարարվել, հա, եւ հաղթահարել միայնության իր վախը։ Հաջորդը դա 10-ն է, բախտի անիվը, որը սովորեցնում է հիմարին ապրել իր կենսաբանական ժամացույցի համաձայն համարժեք ռիթմով ենթագիտակցման մակարդակում։ Այստեղ է նաև պատահականության երևույթի ուսումնասիրությունը եւ դրա ազդեցությունը ճակատագրի վրա ընդունելը։ Հաջորդը դա 11-ն է, այստեղ արդար սովորեցնում է հիմարին, հա, ուրեմն
իր ճանապարհորդության ընթացքում արդարությունը, որը կարող է հագեցնել իրական արդարության, արդարադատության և հատուցման հասկացության։ Այստեղ է նաև ներքին երեխայի հետ աշխատանքը, և սեփական արդարության հանդեպ վստահությունը, նաև պատասխանատվությունը, այլ ոչ թե երեխայությունը։ Հաջորդը դա 12-րդ մեծ արկանումն է հոգևոր, այստեղ մենք կախված մարդն է, զոհի քարտը, որտեղ երբ որ ծանոթանում է հիմարը մեծ արկան իր ճամփորդության ժամանակ այս էներգիայի հետ, 12 թվանշանի, նա կարող է իրեն ուղեկցել մեծ մեղքի, զղջման և իմաստի կորստի խորքերով, թույլ տալով նրան հաղթահարել ամենակարող աշխարհի առջև զոհ լինելու անզգայությունը և վախը։ Հաջորդը 13-րդ տեսնում եք մեծ արկանն է, այստեղ մահը 0 թվանշանին, հիմարին, թույլ կտա, որպեսզի նա հաշտվի անցյալի մահերի, այսինքն վիշտ ապրումներ ինչ ունեցել է և դրանց անխուսափելիության փաստերի հետ։ Այս արկանումը շնորհում է կյանքի պատրաստակամություն իր բոլոր անակնկալներով, փոփոխություններով, նաև հարվածներով, որտեղ մարդը անցնում է տրանսֆորմացիա, չնայած նրա մոտ դա մի փոքր դժվար կլինի, բայց պետք է նա անցնի այս էներգիան։ Հաջորդը դա 14-ն է, որը խոսում է զսպվածության մասին, որը թույլ կտա հիմարին ընդունել իր ծերացման, արտաքին և ներքին քայքայման, ինչպես նաև ֆիզիկական ռեսուրսների նվազման վախը։ Այն հիանալի է արտաքինի և ներքինի, եսի և դուի ընդունման և տալու ներդաշնակության հետ աշխատելու համար։ Մենք տեսնում ենք 15-րդ արկանը, որտեղ հիմարի կյանքում բավականին, երբ նա ծանոթանում է այս արկանի հետ, այս 15 թվանշանը գայթակղություն նրա ճանապարհներին, կարող է լինել գայթակղություններ, որը կստիպի մարդուն հիմարին ընդունել իր մարդկային բնույթի ողջ գիրկն ու անսասանությունը և բացահայտել իր մութ կողմը, ստվեր կողմը։ Այստեղ են նաև անհանգստությունը, խոճապային նոպաները, ֆոբիաները, խանդը, նախանձը, մեղքերի ամբողջ ցանկը։ Այստեղ հիմարը կիմանա իր վախը, թե ինչի հետ գործ ունի, նաև կարող է իմանալ, թե ինչ անել։ Այսպես է հենց գործում կյանքում ամեն ինչ և այս արկանումը 15 նույնպես։ Հաջորդը դա բաշնյան է, Աստծո տունը, աշտարակը, երբ հանդիպում է բավականին այս անսպասելի հզոր էներգիային, Մարսին, իր ճանապարհորդության ընթացքում, հիմարը, դա թույլ կտա նրան աշխատել աններողության, անզուսպ հպարտության, պատրանքների և մոլուցքների խնդիրների հետ։ Հաջորդը դա 17-րդ արկանն է, մենք տեսնում ենք աստղը, որը կարող է հիմարի ճանապարհի վրա կանգնելու վիճակը ցույց տալ, այստեղ են ինքնորոշումը, ինքնաճանաչման և տարիքային ճգնաժամերից դուրս գալու ուղու հարցերը, այստեղ նրան կարող է առաջնորդել նրա պահապան հրեշտակը։ Հաջորդը դա 18 էներգիան է, լուսինը, որը հիմարը կարող է իր ճանապարհին հանդիպել, ծանոթանալ այս էներգիայի հետ, որը նրան կարող է ուղեկցել մելանխոլիայի, անորոշություններից, պատրանքներից, ինքնախաբեություններից
թմրամոլության մշուշի միջոցով, վերացնելով անորոշությունն ու անվստահությունը հիմարի ընկալմանը։ Հաջորդը դա արեթն է, տեսնում եք ինչ վառ լավ քարտ է, թող միշտ լինի արև, pусть всегда будет солнце, որը որ երբ հանդիպում է հիմարը այս էներգիային, այստեղ արևը հիմարին առատաձեռնորեն կարող է պարգևել ստեղծագործական ներուժ, խթան հաղորդելով գիտելիքների և կյանքի ընդլայնմանը կամ ընդունմանը։ Ներքին երեխային հիմարի կարող է սովորեցնել հիմարին կրկին ծիծաղել, չտեսնել, խոչընդոտել և այստեղ ակտիվորեն արտահայտվել ամեն ինչում։ Այստեղ են նաև ամբողջականությունը և անհատականությունը տարբեր մասերի ինտեգրումը։ Եվ այստեղ նա կարող է լինել բավականին լավապես և փոքր երեխայի նման ուրախանալ, տալով մարդկանց ջերմություն և իր հետևից տանելով։ Երբ հիմարը իր ճանապարհին արդեն ծանոթանում է 20-րդ էներգիային, այստեղ մի հատ 2 են, 1-0, դա խոսում է նրա վերջին դատաստանը նրբորեն աշխատեցնելու մասին բացասական նախնիների սցենարների վրա։ Վերականգնելով հիմարը կարող է հայտնաբերել նոր կարողություններ, բուժել հոգին և վերափոխվելով մտավոր և հոգեհուզական ընկալումների սովորական ալգորիթմը, փոխելով մարդկանց կյանքեր, աշխարհայացքներ, այստեղ վերածնվելով Փյունիկի նման։ Եվ հիմարը երբ ծանոթանում է վերջին 21 թվանշանի հետ, աշխարհի հետ, աշխարհը կարող է ծանոթացնել հիմարին այն բանին, թե ինչ է նշանակում լինել ինքը, իրանից ներկայացնել, համակերպվել ինքը իր հետ, լինել իր տեղում և անել իր աշխատանքը։ Այստեղ նաև հիմարը ինքը կարողանում է գտնել իր աշխարհը, ընդունելը իր բոլոր դրսևորումներով։ Այսպեսով ես ավարտում եմ այս վախերի, ուրեմն կարելի ասել պատրանքների, մոլորությունների և թուլությունների ճանապարհորդությունը և մենք չենք կործանվել, այսինքն երբ որ գալիս են ինձ մոտ սովորելու, հենց այսպես սկսում են մարդիկ այս էներգիաների հետ ծանոթանալով դուրս գալ մասշտաբ, ինչ-որ ցիկլ իրենց կյանքում, այստեղ ավարտելով և այստեղ վերին ուժերը տեսնում եք, դաբրոն տալիս են, և այստեղ նոր ցիկլ է սկսում նրանց կյանքում, մեծ հնարավորություններ, զրոյացում էլ կյանքը առաջվանը չի լինի և նոր ցիկլ է բացվում հիմարի սկսնակի կյանքում, քաոսից դուրս գալով դեպի նոր, կարելի է ասել, նոր փոփոխությունների իր կյանքում, որտեղ նոր դռներ, նոր հնարավորություններ են նրա կյանքում սպասվում և դա կապ ունի ինտերնետի ամբողջ մասշտաբի հետ, սա մասշտաբն է, ավարտելով զրոն այն, ինչ կար նախկինում, հասկանալով այս բոլոր էներգիաները, գիտելիքներ ձեռք բերելով և մտնելով նոր մասնագիտականի մեջ, որտեղ նա ունի մեծ գիտելիքներ և նա սկսում է աշխատել մասշտաբի հետ, որովհետև այստեղ նա ծանոթանալով այս բոլոր հոգևոր արկաններին, մեծ արկանումներին, նա կարողանում է էներգիաները ճիշտ օգտագործել հետագայում, որպեսզի ճիշտ աշխատի մասշտաբի մարդկանց հետ, օգնի նրանց իր հետևից տանելով մարդկանց։ Ես կարծում եմ ձեզ համար շատ հետաքրքիր էր, բայց հիմա ես ցանկանում եմ ձեզ մի բան ցույց տալ, որը ձեզ բավականին կհետաքրքրի։
Ես ինքս ստեղծել եմ, քանի որ ես դասընթացները վարում եմ, գտնենք, տեսնում որտեղ եմ թողել, ես այսօր շատ կարևոր մարդու ցույց եմ տվել իմ ստեղծած ժամանակակից տարոն, որը ես ինքս այսպես նայել եմ, ընթերցել եմ, այլ ոչ թե ինչ-որ տեղերից գրել եմ։ Ես մի փոքր իմ այն ինչ ես տեսել եմ, սիմվոլները գրել եմ եւ դա իմն է եւ ես դա կարող եմ ինչու՞ չէ, չեմ ուզում շատ ծավալվեմ, շատ գաղտնիքներ ձեզ ասեմ, բայց ես ուզում եմ մի փոքր ընթերցեմ տարբեր քարտերից, որպեսզի դուք հասկանաք, որ սա իմն է, այո, սա ես եմ գրել եւ սա ես մինչեւ այսօր դասավանդում եմ։ Վարքյան տեսնենք, այս է այստեղ է։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, որտեղ ես առանձին պատկաներով ունեմ, շնորհակալություն մեր Խաչիկից, իմ նախկին աշակերտ, այսօրվա տարօրակ, որ իր ժամանակը հատկացրել է իմ բոլոր այս ընդհանուր տարո ընթերցման աշխատանքները նա միտեղ ընդհանուր հավաքել է եւ ես ուզում եմ ձեզ համար մի փոքր ցույց տամ այն, ինչ ես ստեղծել եմ։ Սա իմն է, բոլորը տեսնում եք, մի քիչ այսպես բերեմ, այս ամենը ես եմ ստեղծել, որովհետև այսպիսի բան ոչ միտեղ դուք չեք կարող տեսնել, սա իմ, այնինչ ես դիտել եմ տարուին սիմվոլներով, ամեն ինչով, օրինակ մի փոքր շեշտենք, մինչև Կարոլ Պինտակ լինի, հա, ես հիմա ձեզ հետ ուզում եմ օրինակ կարդալ մի հետաքրքիր անիվը անցնենք, լավ, 12 օրինակ արկանից, հա, այնինչ ես տեսել եմ սիմվոլներով, մի խոսքով բոլորը կարդամ, որպեսզի դուք լսեք, թե այսքան ինֆորմացիայի ես ինչպես կարող էի առանց տարուքարտերի նշանակությունն իմանալու ես այսքան բաներ տեսնել եւ ինձ մոտ գրառումներ անել։ Տարոյի 12-րդ արկանը, այսինքն կախված մարդը, ամենաինքնատիպ քարտերից մեկն է։ Այն պատկերում է մարդու, ով աշխարհին նայում է գլխի վայր շրջված դիրքից։ Սա ոչ թե պատժի, այլ կամավոր, դադարի եւ վերաիմաստավորման արկան է։ Հորոսկոպի նշանը դրանք են ձկները որոշ համակարգերում մոլորակ Նեպտուն։ Այո, եթե այո կամ ոչ, կամ պետք է սպասի, կամ այստեղ 50-50 է, որտեղ կարող է իրավիճակը գլխի վայր փոխվել։ Այս պահին իրավիճակը կարող է նաև սառեցված լինել եւ գործողությունները հաջողություն կարող է մարդու մոտ չբերի։ Կարճ նշանակությունն է դադար, սպասում, զոհողություն, հանուն ավելի մեծ նպատակի եւ իրավիճակի նոր տեսանկյունից նայելու կարիք։ Իսկ եթե իրադարձություններ կարող են կատարվել, այստեղ իրադարձությունները կարող են կանգ առնել, որպեսզի դուք կարողանաք հոգեպես աճել եւ վերանայել ձեր արժեքները։ Անձի բնութագիրը օրինակ, ինչպեսի անձ կարող է նա լինել, բավականին սառը, կարող է ձեզ թվալ, հա, հանգիստ, խորհրդավոր, մյուսներին նման չէ, նա կյանքին կարող է նայել ինչպես գլխի վայր է, հա, ինքը, այսինքն նա բոլորին նման չէ, տարբերվում է բոլորից։ Երբեմն պասիվ կարող է լինել, այս աշխարհից ոնց որ չլինի, մարդ, ով պատրաստ է զոհաբերել իր հարմարավետությունը հանուն գաղափարի։ Այս մարդը շտապողական չէ եւ կարողանում է տեսնել այն, ինչ ուրիշները չեն նկատում։ Եթե գործնականին է վերաբերվում աշխատանքի հետ կապված, գործերը լիակատար, որովհետև սա ես ամեն մի արկանը ապրել եմ, ինֆորմացիաները ես ստացել եմ, տեսել եմ եւ սա ես աշխատացրել եմ։ Սա 28-29 տարվա իմ բավականին երկար ճանապարհ անցած գրառումներն են։
Այստեղ գործել լիակատար կանգ կարող է լինել կամ լճացում, որ էլ տեղ չունի, պետք է նոր բան սովորել, նոր բան մտածել, դա երեքն է, մեկին գումարում են երկուս, երեք, այսպես ես աշխատացնում եմ տարօթվա հոգեբանությունը։ Նախագծերը կարող է շարժվեն, հարցերը կախված մնան օդում։ Քարտը հուշում է, որ ուժով առաջ գնալը դա անօգուտ է, պետք է փոխել մոտեցումը կամ ժամանակավորապես սառեցնել գործունեությունը։ Կամ կարող է խոսքի օրինակ գլխի վայր ամեն ինչ փոխվի եւ փակվի աշխատանքի վայրը։ Ֆինանսներում բարդ ժամանակաշրջան կարող է լինել, երբ գումարային հոսքերը կարող են դանդաղել, միգուցե մարդը կարող է մեծ պարտքերի մեջ ընկնել եւ չկարողանա դուրս գալ այդ խնդիրներից։ Հնարավոր է ստիպված լինեք սեղմել գոտիները կամ զոհաբերել ֆինանսական շահը հանուն ինչ-որ կարևոր բանի։ Խորհուրդ չեմ տալիս ներդրումներ անել կամ պարտք վերցնել, իսկ սիրային հարաբերություններում անորոշություն եւ սպասում։ Հարաբերությունները կարծես կախված են, ոչ առաջ են գնում, ոչ վերջանում են։ Երբեմն նշանակում է զոհաբերություն սիրո մեջ կամ այնպիսի իրավիճակ, երբ պետք է հրաժարվել հին սովորույթներից կապը պահպանելու համար։ Առողջ էներգիայի պակաս, առողջության հետ կապված թուլություն հաճախ մատնանշում է հիվանդությունների երկարատև, այո, ընթացք կարող է լինել, այսից ձայներ տեսնում, ճիշտ օրինակ բաներ ալիմունիում ապարատուրայի հետ։ Ահա, հոգեկան հոգնածություն կարող է լինել, խորհուրդ է, ընդհանրապես նաև կարող է լինել սուիցիդալ մարդու մտքեր, հա, դրա համար պետք է մարդը տենց բաների մասին չմտածի։ Զգույշ պետք է լինել ոտքերի, այո, վնասվածքներից, որպես խորհուրդ, ես խորհուրդ եմ տալիս կանգ առնել, նայել ձեր շուրջը, եթե խոսքի օրինակ տարբեր, նայած ինչ հարցեր են ուղղում։ Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ դրա նկատմամբ կամ ինքդ փոխվիր, հա, որովհետև իրադարձությունները կարմիկ են գալիս քո կյանքում։ Պետք է օգտագործես այս դադարը ինքնաճանաչման համար, երբեմն պետք է ինչ-որ բան զոհաբերել, ավելի մեծ բան ստանալու համար։ Իսկ հիմա ես ձեզ սիմվոլները, որոնք որի ես ինքս կարդացել եմ, հա, եկել է ինձ այդպես ինֆորմացիա եւ ես դա գրառում եմ արել։ Գլխի վարի դիրքը այս քարտի զոհի, սա քարտի ամենակարևոր սիմվոլն է։ Իմաստը այն խորհրդանշում է աշխարհայացքի շրջադարձ, երբ մարդը չի կարողանում փոխել իրավիճակը սովորական մեթոդներով, նա փոխում է իր տեսանկյունը։ Այնինչ աշխարհի համար շրջված է, կախված է զոհի համար իրական ճշմարտությունն է։ Ուսապարկը, ներողություն, լուսապսակը, որը որ նրա գլխի վրա, հա, մենք տեսնում ենք Rider Waite-ի կլասիկի, այստեղ լուսապսակը նիմբի մասին է խոսում գլխի շուրջ։ Չնայած մարդը կախված է ոտքից, նրա գլխի շուրջը պայծառ տեսնում ենք լույս է շողում, հա, իմաստը որն է դրա։ Ես գրել եմ, որ սա հոգևոր լուսավորման նշան է։ Այն հուշում է, որ այս կախված վիճակը ոչ թե պատիժ է, չնայած շատ մարդկանց կյանքում դա կարող է լինել նաև կարմիչսկի, այո, կարմայական պատիժ, որ այս կախված վիճակը ոչ թե պատիժ, այլ սուրբ դադար, որի ընթացքում մարդը ձեռք է բերում բարձրագույն իմաստություն, միտքը ազատ է նույնիսկ եթե մարմինը կաշկանդված է։ Հանգիստ դեմքը, որ մենք տեսնում ենք, հա, ուրեմն զոհի քարտի կախված մարդու, եթե ուշադիր մենք այնտեղ նայում ենք, մարդու դեմքին չկա տառապան կամ ցավի նշույլ։ Այո, ես այդպես էլ հենց տեսել եմ։ Իմաստը նա է, որ սա կամավոր զոհողության մասին է խոսքը, մարդը հենց ինքը գիտակցաբար ընդունում է այս դիրքը եւ նա գիտի, թե ինչու է սպասում եւ գտնվում լիակատար ներքին խաղաղության մեջ։ Եվ տեսնում ենք կենդանի փայտը, հա, որի վրա նա իրեն զոհողության է տվել։ Կենդանի փայտը դա տի նման է, հա, այսինքն խաչի նման է, որ ինչպես Հիսուսին խաչել է մարդ, այսինքն ես դա ինչպես եմ
իմ կողմից, հա, դատեսել այդ սիմվոլիկան իմաստը գրել։ Մարդը կախված է մի գերանից, որը կենդանի ծառ է կանանչ տերևներով։ Իմաստը սա խորհրդանշում է, որ իրավիճակը որքան էլ անհույս թվա, կենսունակ է, այնտեղ կա կյանք և աճի պոտենցիալ, այդ մասին խոսում են հենց այո կանանչ տերևները։ Այս դադարը պտղաբեր կարող է լինել, եթե նա այո զորողության գնա։ Ոտքերի և ձեռքերի դիրքը այստեղ նրա ոտքերը կազմում են 4 թիվը, հա, տեսնում եք դուք ժեստի վրա, հիմա ես նորից ցույց տամ ձեզ, որպեսզի դուք տեսնեք, համար դա շատ կարևոր կլինի, հա, իվարկյան, ես, այ, ժեստը նման է 4-ի, տեսնում եք, այս ժեստը, նման է 4-ի, ես ինչ եմ այստեղ գրել, 4 թիվը խաչված վիճակում, 4-ը նյութական աշխարհի կարգի և սահմանափակման թիվն է, այսինքն, ստեղ նաև ձեռքերը, հա, տեսնում ենք հետևի կողմն, ձեռքերը, նրա ձեռքերը թիկունքում են և կազմում են դեպի ներքև ուղղված եռանկյուն, տեսնում եք թիվը, կներեք, այսինքն 3 թվի մասին է այստեղ խոսքը, 1-ը և 3-ը, ինչ է անում, 1-ը և 2-ը ներողություն, անում է 3, այո 3 թիվն է, իմաստը սա ալքիմիական նշան է, որը խորհրդանշում է նյութական, 4 թվի մասին է խոսքը գերակայությունը, այստեղ ոտքի մոտ, որ մենք տեսնում ենք ծնկների մոտ, դա ձկների հետ կապ ունի, 12 հորոսկոպի նշանի հետ կապ ունի և Հիսուսի հետ կապ ունի, խաչը, հա, և այստեղ հենց այս պահի մասին է խոսում, կամ հոգու սուզումը նյութի մեջ այն վերափոխելու համար, հագուստի գույները դե այստեղ մի քիչ ուրիշ ձև է, կլասիկում մի քիչ ուրիշ ձևի, հա, այնտեղ կապույտ է վիրաշապիկը հագած, իսկ այստեղ շատ քիչ է կապույտը, տեսնում եք ցույց տալիս, կապույտ շապիկը դա խորհրդանշում է գիտելիքը, ենթագիտակցականը, այսինքն մարդու ենթագիտակցությունը և հանգստությունը, իսկ կարմիր տաբատը այստեղ, քանի որ մի քիչ սև գծերով է, այստեղ ավելի շատ ինֆորմացիա է, հա, տալիս, խորհրդանշում է գիրքը, մարմնական ուժը և մարդկային բնույթը, դեղին կոշիկները խորհրդանշում են ինտելեկտը, դե այստեղ կոշիկներ չկա, այստեղ անկոշիկ է, տեղեր կա, որ գումարներն է ցույց տալիս, գրպանից ընկնում են, դա արդեն լրիվ ուրիշ է, ես Rider White classic դասական քարտերին դիտելով եմ այսպես իմ գրառումներն արել, դեղին կոշիկները այո այնտեղ տեղին է խորհրդանշում են ինտելեկտը և հոգևոր լույսը, որով նա հպվում է երկնքին, քանի որ նրա ոտքերը վերևում են, ինչպես պատիժի նման, հա, տեսնում եք, հասկացաք, դրանցից մեկի մասին ես փոքր խոսեցի, բայց այստեղ բավականին շատ է, նաև ժամանակակից, փոքր այսպես ցույց տամ, բավական շատ է, որովհետև այս ամենը ես տարիների գործ ա եղել, որ գրել ենք, հավաքել ենք, տեսնում եք ինչքան շատ է, անուանում ենք չի վերջանում, որովհետև այստեղ կա բավականին շատ թանկ ինֆորմացիա, որը ես ամեն մարդու դա չեմ տալիս միայն իմ աշակերտներին, և այսքանով ես ուզում եմ ավարտեմ իմ աշխատանքը, բավական լեցուն էր ձեզ համար, որպեսզի դուք հասկանաք 22 հոգևոր մեծ արկանների և ուրեմն թվանշանների հետ կապված տարու թվահոգեբանության, այս 22 մեծ էներգիաների մասին, թե ինչպես է գալիս ծանոթանում, 22-րդ, որը 0-ն է հիմարը, ճանապարհորդելու մինչև 21-րդ արկանը, մեծ արկանունը աշխարհը, այս բոլոր էներգիաների հետ և դուրս գալիս դեպի մասշտաբ։ Այսքան այսօր լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ թողարկմանը, ցտեսություն։